Թեժ ու արյունալի է եղել Կիրակին ռուս-ուկրաինական ճակատում։ Ռուսաստանի հարձակումների հետևանքով Խարկովում առնվազն 4 խաղաղ բնակիչ է մահացել։ Կիևը 10 վիրավորի մասին է հայտնում։ Զոհեր կան նաև Դոնեցկի ու Չեռնիգովի մարզերում։ Կատաղի, մարտերի ու նոր տարածքների գրավման մասին է հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Նշում են, որ Խարկովի մարզի Կուչերիվկա և Պոկրովսկի մոտ գտնվող Ռիվնե ուկրաինական գյուղերն արդեն ռուսական բանակն է վերահսկում։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ռուսական ուժերը ավելի քան 650 անօդաչու թռչող սարք, 51 հրթիռ են արձակել ուկրաինական գյուղերի ու քաղաքների ուղղությամբ։ Հարվածների հետևանքով Խարկովի ջրամբարի ամբարտակն է վնասվել, երկրի գրեթե բոլոր բնակավայրերում ջրանջատումներ են։ Կիրակի հարվածի տակ են եղել նաև ռուսական բնակավայրերը։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, 24 ժամում 172 ուկրաինական անօդաչու թռչող սարք և 4 Նեպտուն հեռահար կառավարվող հրթիռ են խոցել դաշնության ուժերը։ Զելենսկին պատրաստվում է պաշտպանության աջակցության նոր փաթեթը քննարկել դաշնակիցների հետ։ Մենք նոր դիվանագիտական շաբաթ ենք սկսում։ Կլինեն խորհրդակցություններ եվրոպացի առաջնորդների հետ։ Առաջին հերթին անվտանգության հարցերի, մեր պաշտպանության աջակցության փաթեթների շուրջ։ Մենք նաև Ստիվ Ուիտքոֆի և Ջարեդ Քուշների հետ ենք զրուցել։ ԱՄՆ-ի բանակցային խումբը տեղյակ է Ուկրաինայի հիմնական դիրքորոշումներից։ Միայն թե Սպիտակ տան ղեկավարը դժգոհ է Ուկրաինայի ղեկավարից, երբ լրագրողները հետաքրքրվել են, թե Ուկրաինայի հարցով որն է լինելու Միացյալ Նահանգների նախագահի հաջորդ քայլը, Թրամփը հիասթափված հայտնել է, Զելենսկին նույնիսկ չի կարդացել պատերազմը դադարեցնելու իր առաջարկների փաթեթը։ Պարոն նախագահ, որն է լինելու ձեր հաջորդ քայլը Ուկրաինայի շուրջ բանակցություններում։ Մենք խոսել ենք նախագահ Պուտինի և Ուկրաինայի առաջնորդների հետ, այդ թվում Զելենսկիի։ Պետք է ասեմ, որ մի փոքր հիասթափված եմ, նախագահ Զելենսկին դեռ չի կարդացել առաջարկը։ Նրա ժողովուրդը հավանել է ծրագիրը, բայց նա… Զելենսկին չի մեկնաբանել Թրամփի ասածը։ Նա այսօր մեկնել է Լոնդոն, խաղաղության գործընթացը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ քննարկելու։ Մարիամ Ամերջանյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։